Բայց հիմա մի ավելի սահմռկեցուցիչ պատմություն կպատմեմ, որի մեջ ներգրավված մարդու հետ մտերիմ հարաբերություններ ուներ Աննա Հակոբյանի դուստրը Մարիամ Փաշինյանը, մայր ու դուստր կամ իշխանության ներկայացուցիչներով եւ Նիկոլի դուստր շատ ասես տարօրինակ հակում ունեն դեպի մանկապիղծները։ Ուրեմն 2018 թվականին, եթե կհիշեք, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր ասուլիս տալ խոսելու մարտի 1 իրադարձությունների մասին, եւ այդ ասուլիսը իշխանության հրահանգով տապալվեց մի խումբ երիտասարդների կողմից, որոնք ներկայանում են որպես Քոչարյանի իշխանության տարիների դժողներ, մարդիկ, որոնք չեն կարող հանդուրժել նրա խոսքը անգամ ասուլիսի պարագայում, հա։ Եվ այդ տապալողների մեջ կար Սամսոն Թանթուշյան անուն ազգանունով մեկը, որը մեղադրվում էր եւ մեղադրանքը կարծեմ դատարանով ի վերջո հաստատվել է մանկապղծության մեջ 6-ամյա տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացնելու մեջ։ Ուրեմն ես ընթերցում եմ, այդ ժամանակ մամուլը գրեց. Դատական տեղեկատվական այս համակարգում Սամսոն Թանթուշյանը ԵԱՔԴ 01600116 գործով ներկայացնում են որպես ամբաստանյալ գործի վերաբերյալ մնացյալ տեղեկությունները փակ էին, բայց այս լրատվամիջոցը կարողացել է պարզել, որ Սամսոն Թանթուշյանը դատապարտվել է 6-ամյա երեխայի նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու եւ մահվան սպառնալիք հնչեցնելու համար ըստ գործերի մեղադրական եզրակացության Թանթուշյանը ժամը 21:30-ին մոտեցել է իրենց բակում խաղացող երեխաներին եւ բռնության 6-ամյա մի տղայի տարել ավտոտնակների հետևը եւ սեքսուալ բնույթի գործողություններ արել։ Այս գործով դատավոր է եղել Դավիթ Մարատի Գրիգորյանը եւ անհասկանալի այն ժամանակի գրում մամուլը, թե անհասկանալի է թե այս մարդը ինչու է ազատության մեջ։ Մի խոսքով, այս տղան 2018 թվականին ակտիվորեն շփվում էր Մարիամ Փաշինյանի հետ։ Եթե փորձեք գտնել այդ 2018-ի օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբերի ամիսների Մարիամ Փաշինյանի էջում լուսանկարներ կամ Նիկոլ Փաշինյանի Դավ Ռուպերը, հա, իր էջում Սամսոն Թանթուշյանի էջը եթե պահպանվել է, ապա դուք կգտնեք բազմաթիվ լուսանկարներ Սամսոն Թանթուշյանի եւ Մարիամ Փաշինյանի մասնակցությամբ։ Նրանք միասին իբրև թե բարեգործական այցեր էին կատարում մարզեր եւ հատկապես մանկական հաստատություններ։ Այս տղան էլ բարեհաջող կերպով ոչ միայն ազատության մեջ մնաց, այլ նաեւ իր հարևանների պնդմամբ հասցրել է հեռանալ Հայաստանից Միացյալ Նահանգներ։